Տնային կալանքի տակ գտնվող ուժեղ Հայաստանի առաջնորդ գործարար Սամվել Կարապետյանին առավոտյան դատարան բերեցին ոստիկանական ավտոմեքենայով։ Կեսօրին արդեն նրա աջակիցներն ու կուսակիցները հավաքվեցին դատարանի բակում, պահանջելով ազատ արձակել քաղաքական հայտ ներկայացրած Միլարդատիրոջը։ Իսկ որ Սամվել Կարապետյանը բոլորիս բերի փոփոխություն, մեր ժողովրդին բերի փոփոխություն, այն պետք է անհապաղ ազատ արձակվի։ Ազատություն Սամվել Կարապետյանին! Սամվել Վարչապետ! Իրավապահները Կարապետյանին արգելել են ընտանիքի անդամներից ու փաստաբաններից բացի այլոց հետ շփումը։ Այդ պատճառով նա այսօր անպատասխան էր թողնում լրագրողների հարցերը, միայն մի հայտարարություն արեց իր թիմի շանսերի մասին։ Մի քանի օրից կասեմ։ Ամռանը իշխանության թիրախում հայտնված հայ առաքելական եկեղեցին իր ձևով պաշտպանելու հայտարարությունից հետո կալանավորված գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար։ Քրեական գործից հետո քաղաքական հայտ ներկայացրած Կարապետյանը դատարանում հայտնեց Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել, բայց երբ կավարտի դա չմանրամասնեց։ Հայաստանի քաղաքացի եմ, Հայաստանի ռեզիդենտ եմ, եկիմն եւս երկու անձնագիր, որ երկրի անձնագրեր ունեմ Ռուսաստանի անձնագիր եւ Կիպրոսի անձնագիր։ Թեև ընդդիմադիր ուժեղ Հայաստանը հայտարարում է, որ Կարապետյանն է վարչապետի իրենց թեկնածուն, նա այդ պաշտոնին չի կարող հավակնել օրենսդրական արգելքի պատճառով։ Օրենքով վարչապետի թեկնածու կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող անձը։ Քանի որ ես հիմա ուժեղ Հայաստանի կուսակցության նախագահ եմ եւ մասնակցում եմ գործողերին, ու վստահ եմ հաղթանակի մեջ, համար սկսել են գործընթաց այդ անձնագրերից հրաժարվել։ Գործարարի փաստաբանների պահանջով դատավորն արգելեց դատականիստի տեսանկարահանումը, թույլատրելով միայն ձայնագրությունը։ Պաշտպանական թիմից Արմեն Ֆերոյանը պնդեց, թե տեսանկարահանումը կխոչընդոտի իրենց գործունեությանը։ Ինքը Սամվել Կարապետյանը այս հարցը թողեց իր փաստաբանների հայեցողությանը։ Կալանավորվել են հայ առաքելական սուրբ եկեղեցին պաշտպանելու համար, հայոց ինքնությունը պաշտպանելու համար եւ մնացած բոլոր մեղադրանքները իրոք համարում են աբսուրդային։ Մեղքը չընդունող Կարապետյանն իր մեղադրանքն աբսուրդ, մեղադրական եզրակացությունն էլ թղթերի կույտ անվանեց։ Ես դա մեղադրանք չեմ համարում, մեղադրողը իրեն հրաման տվողները ավելի շատ կապ ունեն այս կարգի կույտեր, կան ես։ Դատախազն այսօր մեղադրանքը չներկայացրեց, քանի որ այլ հարց էր քննարկվում, բայց Արգամ Դալաքյանն օրերս հանրայինի եթերում պնդել էր, որ իշխանության զավթման կոչից բացի 8.5 միլիարդ դրամի հափշտակության եւ հարկերից խուսափելու համար մեղադրվող Կարապետյանն ապօրինի փողերն օրինականացնելու համար Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել։ Աշխատավարձի քողի ներքո այդ մարդկանց հաշիվներին փոխանցվել են գումարներ, որոնցով Ռուսաստանի քաղաքացիները Երևանում եւ արտերկրում բնակարաններ են գնել։ Ըստ դատախազության դրա հետևանքով ծառայողական լիազորությունների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում է կատարվել։ Կարապետյանի փաստաբանները դեռ 3 միջնորդել էին դատարանին, որպեսզի այսօրվա դատականիստին հենց առաջին իսկ պահից քննարկի նրան տնային կալանքից ազատ արձակելու հարցը։ Դատարանը հենց առաջին պահից չքննարկեց, այնուամենայնիվ հասավ այս հարցին։ Փաստաբանները մեկը մյուսի հետևից հայտարարում էին, որ տնային կալանքի տակ նա չպետք է գտնվի, կարող է գտնվել ազատության մեջ։ Արամ Վարդևանյանն էր ասում, որ սա անհրաժեշտ է նաև իրենց քաղաքական գործունեության համար, որպեսզի Կարապետյանը գտնվելով ազատության մեջ կարողանա կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելիք ընտրացուցակի հետ կապված աշխատանքներ ծավալել, մարդկանց հետ հանդիպել, բայց դատախազը պնդեց, որ ոչ, նա չի կարող ազատ արձակվել տնային կալանքից եւ միջնորդեց եւս 3 ամսով շարունակել տնային կալանքը։ Դատախազը նշում էր, որ կան դեռ մարդիկ, օրինակ վկաներ, որոնց վրա նա ազատության մեջ կարող է ազդել։ Մինչդեռ փաստաբանները հակադարձում էին։ Մենք խոսում ենք 10 ամիս տևող կալանքի մասին։ 10 ամիս։ Մենք խոսում ենք Հայաստանի նախընտրական շրջանում գտնվելու մասին։ Հիմա այդ պայմաններում ոնց կարելի է դատական նիստի շրջանակներում առաջնահերթության կարգով սկսել քննարկել խափամամիջոցի հարցը, բայց 2 օրով հետաձգել, երբ մենք ուղիղ պատճառաբանված դիրքորոշում ունենք, որ նույնիսկ 1 ժամը էական նշանակություն ունի։ Դատական նիստը այսօր ընդմիջվեց, քանի որ դատավորն էր ծանրաբեռնված, հաջորդ նիստը ապրիլի 17-ին է։ Ինչքան եւ ինչպես է գնահատում ընտրություններում հաղթելու, պարոն Կարապետյան։